Ալկոհոլի ազդեցության տակ իրականացված սեռական հարաբերությունները չեն համարվում իրական սեռական հարաբերություններ, որովհետև ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով ձեր ուղեղը սթափ չի դատում։ Դուք գտնվում եք եւ նաեւ ձեր ուղեղը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ։ Բազմաթիվ մարդիկ ալկոհոլի ազդեցության տակ ունենում են ավելի լավ սեքս, քան սթափ վիճակում։ Պատճառը նրանում է կայանում, որ չափավոր քանակի ալկոհոլը նվազեցնում է ստրեսը, ձեզ դուրս է բերում տագնապային վիճակներից, դուք ձեզ ավելի վստահ եւ ուժեղ եք զգում, ինչը թույլ է տալիս, որպեսզի դուք ուժեղ զգաք եւ ուժեղություն ցուցաբերեք նաեւ սեքսի ասպարեզում։ Սակայն ինչ է կատարվում ժամանակի ընթացքում, երբ ձեզ մոտ դառնում է սովորություն զուգակցել միշտ ալկոհոլը սեքսի հետ։ Ժամանակի ընթացքում կես բաժակը դառնում է 1, մեկը դառնում է 1.5, 2 եւ այլն։ Ինչ ենք մենք ստանում ամիսներ կամ տարիներ անց, որ առանց ալկոհոլի մարդը դժվարանում է հարաբերություններ ունենալ, որովհետեւ առանց ալկոհոլ օգտագործելու մարդը քաջ գիտակցում է, որ ինքը ունի սեռական խնդիր, իսկ երբ օգտագործում է ալկոհոլը, մի պահ կարծես մոռանում է իր սեռական խնդիրների մասին եւ կարծես թե մի պահ իր մոտ հարաբերությունը ավելի լավ է ստացվում, բայց փաստը մնում է փաստ, որ ալկոհոլային կախվածությունը, ալկոհոլիզմը, ալկոհոլամոլությունը ի վերջո բացասական է ազդում մեր օրգան համակարգերի վրա, մասնավորապես լյարդի վրա, բերելով բոլոր հորմոնալ փոփոխությունների առաջացմանը եւ մետաբոլիկ խնդիրների առաջացմանը։ Մենք ալկոհոլի չարաշահումից քաշ ենք ավելացնում, որովայնային տիպի ճարպակալումը տղամարդու թշնամին է։ Եթե դուք տեսնում եք մեծ փորով տղամարդ, ապա ինքը իր թշնամին է, մինչև չի մաշվում փորը, մինչև չեն հեռանում օրգանիզմից ճարպերը, չի մաքրվում լյարդը, ապա մենք չենք կարող ունենալ մաքուր եւ առողջ օրգանիզմ։ Եթե մենք չունենք առողջ օրգանիզմ, չունենք առողջ անոթներ, որտեղից ունենանք առողջ սեքս։